ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի սկսվելու պահից երկրի պատմական հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը ենթարկվել են զգալի վնասների և կորուստների։ 2026 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում ռազմական գործողությունների մեկնարկին զուգահեռ Իրանի տարբեր շրջաններում արձանագրվել են պատմամշակութային օբյեկտների լայնածավալ վնասներ։ Այս ընթացքում ընդհանուր առմամբ տուժել է 56 թանգարան, պատմական շինություն, մշակութային տարածքներ։ Վնասների առավել բարձր մակարդակը գրանցվել է Թեհրան նահանգում 19 հուշարձան, Քուրդիստանում 12 հուշարձան։ Թեհրանում վնասված օբյեկտների թվում են Գոլեստանի պատմական համալիրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, Թեհրանի պատմական բերդը, պատմական շուկան, Մարմարի պալատը, ոստիկանության պատմական շենքը, Սեփասլար մզկիթը, Ֆարահաբադի պալատ թանգարանը։ Քուրդիստանում վնասներ են կրել Սալար Սայիդի առանձնատունը, Սանանդաջի հնագիտական թանգարանը, Խոսրոաբադի թանգարանը, Ասեֆ Ֆեզիրի պատմական առանձնատունը։ Սպահանում վնասվել են Նախշեջահան հրապարակային համալիրը, Չեհեր Սոլթուն պալատը, Աբասյան Ջամե մզկիթը, ինչպես նաև քաղաքի այլ պատմական վայրեր։ Լորեստանում վնասված հուշարձանների շարքում է Ֆալակ Օլաֆլակ ամրոցը։ Քերմանշահում վնասներ են կրել Բիգլարբեգիի թեքիեն և Քազազի պատմական վարժարանը, Իլամում Դարեհշահրի հնագիտական թանգարանը, Բուշեհրում Սաբզաբադի առանձնատունը, Սիրավ նավահանգստի պատմական Վադ Հաուսը։ Վերը նշվածները ներկայացնում են արձանագրված վնասների միայն մի մասը։ Միևնույն ժամանակ համաձայն 1954 թվականի Հագայի կոնվենցիայի, 1972 թվականի համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության կոնվենցիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2347 բանաձևի, պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության ոչնչացումը համարվում է հանցավոր գործողություն և ենթակա է միջազգային դատապարտման։ Այս հուշարձանները պարզապես պատմական կառույցներ չեն։ Դրանք ժողովրդի պատմական հիշողությունն են, մարդկության համընդհանուր ժառանգության անբաժանելի մասը։ Եվ այսօր այդ ժառանգությունը կանգնած է լուրջ սպառնալիքների առաջ։